Լավ տրամադրությամբ շարունակվում է Առավոտ լուսով վիկենդը, կարելի ասել տոնական մեր այսօրվա վիկենդը ու շտապենք ներկայացնել մեր հյուրերին, մեր տաղավարում է դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանը եւ Դոստրիկ Միլիտոնյանը կամ ընկեր Միլիտոնյանը, կարելի է այսպես ասել, բարի լույս։ Արեթից օգտվելով թույլ տվեք շնորհավորենք նախ ձեր տոնի կապակցությամբ եւ այս աղքեպունջը մեր Առավոտ լուսոյի եւ հանրային հեռուստաընկերության անունից ընդունեք ի սրտե։ Դե ինչ, Տիկին Միլիտոնյան, քանի տարի ինչ աշխատում եք որպես ուսուցիչ եւ ինչպես եք մուտք գործել այս ֆանտաստիկ աշխարհ։ 50 տարի։ 50 տարի։ Այո, 50 տարի։ Ասեմ ձեզ, դպրոցը ավարտելուց հետո անմիջապես աշխատել եմ։ Աշխատանքի զուգահեռ ընդունվել եմ եւ սովորել եմ։ Սովորելուն զուգահեռ աշխատել եմ արդեն դպրոցում։ Մագա, որ թվականին եք ընդունվել դպրոց եւ որ դպրոցում եք սովորել։ Մենք իդեպ հենց նոր դա էինք հաշվում, որովհետեւ ես հիշողությունից մի քիչ թույլ եմ։ Ինգեր Միլիտոնյանն ասաց, որ ես իմ առաջին դասարանը գնացել եմ 2004-2005 ուսումնական տարում։ Որ դպրոցում։ Հա, 98, չէ՞։ Այո։ 98։ Ինչի՞ եմ էլի խառնում, որովհետև Թբիլիսիում էլ 97-ներ ու սենց մոտս հիշողության մեջ համ 98-ը կա, համ 97-ը ու ուզում եմ հիշել Հայաստանում իմ դպրոցը 98-ներ, այո։ Ընկեր Միլիտոնյանը ձեր դասղեկն էր։ Վերջին 2 տարին ընկեր Միլիտոնյանն ա եղել եւ իմ դասղեկը եւ մեր հայոց պատմության դասատուն։ Այսինքն հայոց պատմություն եք դասավանդում։ Ահա, ու այսօր ես իմացա նաեւ, որ հայոց պատմությունից բացի ընկեր Միլիտոնյանը հենց հիմա դասավանդում է արդեն պարսկերեն։ Բայց մինչև դասղեկ դառնալ ընկեր Միլիտոնյանի ձեր ծանոթությունը երբ է եղել։ Դասիկ դառնալուն պես թե մինչև այդ արդեն պատմության։ Ոչ, մինչև այդ մենք պատմության դաս էինք հիշեցնեմ ես եթե։ Իհարկե, համեցեք։ Հա, խնդրում եմ։ Դասարանից մենք արդեն ծանոթ ենք եղել, ես պատմություն եմ դասավանդել, բայց երջանկահիշատակ ընկեր Հովսեփյանի մահից հետո ինձ վստահվեց այդ չարաճճի դասարանը։ Չարաճճի, իսկ Մագան ինչպիսին էր։ Ես էլ չէի չարաճճի։ Իդեպ, այո, մենք տենց կա, չէ՞, չարաճճիների դասարան, մերը դպրոց էր չարաճճիների։ Ես չեմ հիշի ինչ որ մեկին, որ կարելի առանձնացնել որպես խելոք։ Հա, կային սովորող երեխաներ, օրինակելի, բայց միևնույնն է չարաճճի։ Իսկ դուք սիրում եք չարաճճի աշակերտները։ Այո, այո։ Բայց միևնույնն է ջղայնանում եք, չէ՞։ Իհարկե։ Այս հարցը ավելի շուտ Մագային կարելի է տալ, որ խիստ է եղել։ Խիստ է եղել։ Այո, մեր խստությունը, այո, դաս չսովորելու համար էինք ստանում խիստ վերաբերմունք կամ թեկուզ նկատողություն։ Ես շատ լավ հիշում եմ ու բացի ինձանից երևի բոլորը մեր դպրոցում հիշում են, որ ընկեր Միլիտոնյանի ժամին չկար, կարելի է գնալ դուրս արտահայտությունը։ Ուղակի պիտի վեր կանայր ու գնայր, որովհետև այդ արտահայտությունով դու կխանգարեիր դասը, կշեղեիր ընկեր Միլիտոնյանին ու երեխաներին քո դուրս գալու ցանկությունը հայտնելով։ Պարզապես պետքա գնայր ու պետքա լինեիր ազնիվ, գնայր դուրս նպատակի համար, ոչ թե ուղակի դուրս գայր ընկերներիդ հանդիպեիր դասամիջոց չէ։ Առանց կարելի դասից դուրս գալ։ Այո, այդ ընկեր Միլիտոնյանը բոլորը սահմանել, որ չխանգարեին։ Միայն իր դասին էր այդպես։ Հա, եթե ուզում ես դուրս գալ, գնա, այդ ժամանակը ծառայեցրու քո նպատակին ինչ համար դուրս ես գալիս, բայց հանկարծ իմանալ, որ մենք գնում էինք, օրինակ, չգիտեմ, ուրիշ դասանից մեկի հետ հանդիպելու, տենց թեկուզ ընկերուհի, որովհետև դա իրականում նորմալ չի։ Այո, դա նորմալ չի դասի ժամանակ կտրվել։ Ամենասիրելի առարկան ո՞րն է եղել։ Իմ հայոց պատմությունից բացի։ Ես կասեմ, որ ամենասիրելի ուսուցչուհին դա ընկեր Միլիտոնյանն ա եղել, երևի մեր մտերմությունը մինչև հիմա դա է փաստում, ու երևի ես էլ ձեր սիրած աշակերտուհին եմ։ Բայց որպես առարկա ես միշտ էլ ասում եմ ու ասում եմ դա մեծ տխրությամբ չեմ փայլել իմ սովորելով։ Ինձ թվում է բոլորն էլ այդպես են եղել, հիմա ոչ թե ինձ արդարացնում եմ, բայց չեմ ասի մի առարկա, որ մենակ դա օй շատ եմ սիրել։ Ես բոլոր առարկաներին վերաբերվել եմ նույն կերպ։ Դե մենք տղաներով մի տեսակ առանձնահատուկ էինք սիրում ֆիզկուլտուրան, դե հա, ֆիզկուլտուրան բոլորն են սիրել, այդ կարելի ասել դասի ժամին դասամիջոց էր մեր համար։ Ֆիզկուլտուրան վազվզել, թռվռալ, մարզանք անել, բայց չեմ առանձնացնի որևէ մեկին, որ ասեմ, օ, իրենց շատ եմ սիրել, իր դասերը։ Բոլորին նույն ձև եմ վերաբերվել ու ցավոք սրտի, այո, չեմ փայլել ցանկությամբ սովորելու։
Ամենահետաքրքիրն այն է, որ մենք բոլորս նայում ենք աշակերտների դիտանկյունից, բայց Տիկին Միլիտոնյան, ինչպիսին են ձեր հիշողությունները, փայլուն հիշողություն ունեք, մենք դա հասկացանք առաջին իսկ վայրկյանից, ինչպիսին են ձեր հիշողությունները Մագայի հետ կապված եւ առհասարակ աշակերտների։ Առհասարակ աշակերտների, ասեմ, որ Մագային 5-րդ դասարանից սկսած եմ դասավանդել, բայց քանի որ ես էլ էի նույն թաղում բնակվում Նորագավթում, մենք ծանոթ էինք եւ ասեմ իր նախատատը ու իմ նախատատը իգդիրցի էին, բարեկամական կապ ունեին։ Հա, դրա համար էլ եմ փոքրուց հիշում եմ Մագային, արդեն որ եկավ դպրոց ես գիտեի Մագանով է։ Բացի բարեկամական կապը նաև հետո էլ արդեն դպրոցը դարձավ պատճառ պատերգության։ Այո, Մագան իմ սիրելի աշակերտուհիներից մեկն է եղել, համեստագույն, համեստափայլ մի աղջիկ, եղնիկի աչքերով, հանգիստ, այսպես նստում էր, հենց այսպես ու նայում էր ինձ։ Եղնիկի աչքերով չարություններ էր անում։ Դասի ժամանակ ես չէի համարձակվի։ Այո, երբեմն թույլ էի տալիս չարություններ։ Քանի որ ես պատմություն էի դասավանդում, իմ կաբինետը լիքներ հնություններով, լիքը, կուժ, կճուճ, ամեն ինչ։ 18-րդ դարից ասած ամբողջ թաղամասի հնությունները կարծիք թե ես հավաքել էի իմ կաբինետում։ Ունեի նաև մի քարայծի եղջյուրներ, այսպես մեծ կաբինետում էր։ Մագան ուրեմն գնում էր սիրում էր փայլեցնել այդ հնությունները, մի քիչ շորը կվերցներ, կսկսեր փայլեցնելը, փայլեցնում էր։ Հա, դες դաս եմ անում, զգում եմ, այդ կոտոշ ասեմ, կոտոշները վերցնում էր այդ քարայծից դնում էր գլխին, երեխեքը ծիծաղում էին, խանգարում էր, բարկանում էի, Մագա նստիր, չէ, մաքրում եմ, դասավորում եմ, անում եմ։ Ինչ անեի, ստիպված համակերպվում էի, անում էր, սիրում էր, կարգ ու կանոն, մաքրություն, փայլեցնում էր, դա իմ կաբինետը փայլում էր։ Այսքան վստահ եմ, այսքան տարիների ընթացքում, բայց քանի որ այդքան էլ նաև հանդուրժողական եք եղել, հա, անկարգությունների նկատմամբ, բայց կա որևիցե մի բան, որը միշտ անընդունելի է եղել։ Ինչը չեք կարողացել հանդուրժել աշակերտների կողմից։ Աշակերտների կողմից, որ ստախոսությունը, երբ ստում էին, բարկանում էի, եւ հետո եթե չէին սովորում, անկեղծ ասած, պիտի սովորեին անպայման։ Իմ ծայր աստիճան խստապահանջությունը, հետևողականությունը հենց դրան էր միտված, որ պետք է սովորեն, միայն ու միայն, պետք է լավ սովորեն։ Ձեզ շատ մեծ շնորհակալություն, որ այս 50 տարիների ընթացքում այդքան սերունդներ եք կրթել ու շարունակում եք դեռ կրթել։ Հազարավոր։ Եվ դուք հիշում եք նրանց բոլորին, Տիկին Միլիտոնյան։ Բոլոր դասարանները տարեթվերով կարող են վերականգնել։ Ֆենոմենալ հիշողություն ունեմ։ Ժամանակին քաղաքային հեռախոսահամարները շատ ակտուալ է բոլորի ու իդեպ մեր կապը ավելի շատ հենց այդպես սկսեց վերականգնվել, որ տատիկս զանգեց, քեզ ընկեր Միլիտոնյաններ զանգել, ուզում էր քո հետ խոսել, ես արդեն նկարահանվում էի, հեռուստացույցով տեսել էր, հպարտացել էր, ինձանով ուզում էր խոսել, ասացի վայ, բա մյուս անգամ որ կզանգի, ինձ իր արդեն բջջային հեռախոսահամարը կտած, որովհետև ես ապրում եմ արդեն ուրիշ տանը, չունեմ քաղաքային հեռախոսահամար, մի խոսքով անպայման վերցեցի բջջային հեռախոսահամարը ու կապնվեցի ու արդեն կապը մոտավորապես մի 3 տարի է, որ շատ ավելի լավ է։ Հա, 3-ից 4 տարի է, մենք հաճախ շփվում ենք։ Ես հպարտացել եմ իմ աշակերտներով, հիմա էլ եմ հպարտանում, երբ առաջընթաց եմ նկատում նրանց մոտ։ Ես մարդու այն տեսակն եմ, ով երեխայի միջի տաղանդը հանում է, իդերև է հանում։ Այդ որ կոտոշով ինքը այդպես մի մուսություն էր անում դասի ընթացքում, իհարկե ցածվի էի կարողանում իմ ծիծաղը զսպել։ Բայց ես հիշում եմ, երբ մենք գնացինք էքսկուրսիա, տարա էքսկուրսիա Հաղարծին Սևանով գնացինք Դիլիջան Հաղարծին, հետո Գոշավանք, հետո ամբողջ ճանապարհին Մագան բոլորին զբաղեցնում էր, մի մոսություն էր անում, ցույց եմ տալու, այսպես, այս աչքերը շուռ էր տալիս, ինչպես աչքերը կոպերը շուռ էր տալիս,
Վայ ասում եմ, հիմա գվախենում եմ, դե բոլորը նստած են ծնողները ավտոբուսի մեջ։ Ես կանեի ու արել եմ, հիշում եմ, որ տենց բան արել եմ, բայց չեմ հիշում այդ օրը ոնց եմ արել։ Փոքր հասակից դուք հասկացել եք, որ մագան պետք է անպայման դերասանուհի դառնական բլոգեր։ Այո։ Քո հիշողություններում ինչ կան, մագա։ Հենց այս երկու օրը հենց այս թեմայով շփվելիս եմ հիշել։ Օրինակ, որ մեր վերջին զանգին ես եմ հարդարել ընկեր Միլիտոնյանի մազերը։ Ես գիտեմ, որ ունեի այդ տաղանդ, այո, մենք միայն ընկեր Միլիտոնյան չեմ, մամայիս, մորաքրոջս, բոլորը ինձ ասում էին հարդարի մազերս, հյուսի, ամեն ինչ շատ լավ իմ մոտ ստացվում էր, բայց օրինակ այդ դեպքը մոռացել էի։ Հիմա որ ասեց, հիշեցի նաև դա։ Այդ իմ միմոսությունները հիշեցի, բայց հիշողությունից ես ջնջվել են։ Հիմա չգիտեմ ինչի վրա դա կարելի է գցել։ COVID-ի, թե իմ հիմա ակտուալ է, ամեն ինչ ասում են COVID-ից հետո մի քիչ։ Այո, ամենաշատ դպրոցական ամենավառ հիշողությունը պոլացնելը միշտ դասարանը, որովհետև բացի դա, որ ես իհարկե սիրում էի մաքրություն, ամեն ինչ պիտի իր տեղում լինի, ընկեր Միլիտոնյանն էլ էր այդպեսին։ Երևի էլի թող ոչ ոք ինձանից չնեղանա, բայց ընկեր Միլիտոնյանի դասարանը միակ դասարանն էր, ում հատակը փայլում էր այդ մաստիկայից միշտ։ Ամեն դասից հետո, եթե ինչ-որ աշակերտ էլ դա ինքնակամ չաներ, ինքն էր անում, իր դասարանը միշտ փայլում էր։ Այդ նույն պատմական առարկաները, որոնք որ կան, կամ նույն այն ամեն ինչի ինչ-որ դաս ենք անում։ Եթե ինչ-որ դասարան պիտի մտնեինք, մենք գրատախտակը մաքրեինք կամ հետքեր կային, իր դասին երբեք տենց իր մոտ ամեն ինչ իդեալական էր։ Ու երևի հենց դրանից էլ էր, որ ես անձամբ իմ կողմից սիրում էի միշտ այդ հարցում աջակցել, համել դե երեխա ես մտածում ես դասատուի աչքը մտնես, տենց քո ձեռքից էլ գալիս է ինչ։ Բայց ամենա այն ջերմ հիշողությունը, որը կապված է դպրոցի հետ, ամեն դեպքում դա որն է։ Գուցե զավեշտալի, գուցե հուզիչ, գուցե ստրեսային։ Դպրոցի հետ ամեն վարքյանը, նույնիսկ այն վարքյանները, որոնք ես հիմա մոռացել եմ, ինձ համար ջերմ են եղել։ Ոչ մի վատ բան չեմ կարող հիշել դպրոցից, նույնիսկ եթե այն ժամանակ մենք չգիտեինք բուլինգ բառը, դրա նշանակությունը, հիմա է որ գիտենք, որ դա կոչվում է բուլինգ, հա, եղել են դեպքեր, այո, որ բոլորը երևի ամեն մեկը իր հերթին ինչ որ մեկի կողմից ենթարկվել է բուլինգի, նույնիսկ դա հիմա հիշելուց ինձ համար տենց հետաքրքիր ճանապարհ է դպրոցական, այդ սիրահարվածությունները մանկական կամ հենց այդ դասից փախնելը, դաս չսովորելը կամ դաս չսովորելու համար մաքրություն անելը կամ չգիտեմ, ամեն ինչ ես հիշում եմ ժպիտով, ոչ մի բացասական բան չեմ կարող հիշել։ Ես չսովորող եմ եղել, կրկնում եմ, չեմ սիրել սովորել, բայց չեմ ուրախացել, օй որ դպրոցը վերջացրեցի, որտեղ նախ գիտակցել եմ, որ ավելի բարդ ճանապարհ է ինձ սպասում։ Ու հենց այդ նույն չսովորելու արդյունքում ես հիմա ավելի շատ պիտի սովորեմ ինչ որ բանի հասնելու համար, ու բացի այդ ես շատ ընկերասեր էի ու շատ մարդամոտ։ Ես հասցրել էի գրեթե բոլորի հետ դպրոցում ընկերանալ, նույնիսկ այն մարդկանց, ում հետ որ մի քանի տարի առաջ վիճել էինք կամ չէինք լեզու գտել, թեկուզ հակառակ դասարանի երեխաների հետ, գրեթե բոլորի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեի ու գիտակցում էի արդեն, որ ինչ ուզում ա լինի, միևնույնն է մեր ճանապարհները շեղվում են։ Ես նույնիսկ մոտ ընկերուհի ունեի, ում հետ որոշել էի ընդունվել բժշկական քոլեջ, որովհետև ես ուզում էի իր կողքին լինեի, իր հետ շարունակեի, բայց ես չէի ուզում բժշկուհի դառնալ։ Դե կիսատ թողեցի դա իհարկե, այդ որոշմանս չգնացի մինչև վերջ, որովհետև հասկացա, որ դա չի ինչ որ ես սիրում եմ, բայց էլի հարաբերություններ ամեն դեպքում սառեց, ինչ ուզում ա լինի, ամենամոտ ընկերն էլ դպրոցական տարիքից։ Այսօր ոչ մի դպրոցական ընկերների հետ կապ չկա, չի պահվում։ Չէ։ Ցավոք սրտի կարող է եւ հանդիպենք։ Այն ավանդական դարձած 30 անց, 10 տարի անց երբեք ոչ մեկ չի ձեռնարկել, երևի չձեռնարկեն էլ, եթե ձեռնարկեմ, ես պիտի ձեռնարկեմ երևի, որ բոլորը լսեն, բոլորը գան, որովհետև ամեն դեպքում կազմակերպող եմ եղել, ոնց որ ասեց, հա, ես տենցն եմ եղել, բայց ճիշտ ասած չգիտեմ, ով կգա, չի գա, ով ինչ կարգավիճակում է, Հայաստանում են, Հայաստանում չեն, ընդհանրապես գաղափար չունեմ։ Արեցից օգտվել կարող ենք ամեն դեպքում ողջունել։ Ողջունում եմ, իհարկե ողջունում եմ, բոլորիդ շատ կարոտել եմ, բոլորիդ շատ սիրում եմ, կարծում եմ, որ տեսնեմ դեմքով ձեզ կհիշեմ, եթե նույնիսկ չհիշեմ, դուք ինձ հիշեք եւ որ տեսնեք ինձ անպայման մոտեցեք ու ինձ հիշացրեք ձեր մասին։ Արդյոք օգտվելով նաև կուզենք լսել ձեր շնորհավորանքը ուսուցիչներին։ Ճիշտ է, այո։ Ես շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին, ոլորտի ներկայացուցիչներին,
ընկեր Միլիտոնյանի գլխավորությամբ մաղթում եմ ձեզ անսպար համբերություն, քանի որ գիտակցում եմ անցել եմ այդ ճանապարհը, գիտեմ ինչ տեսակ մարդկանց եւ երեխաների չարաճճիությունների եք բախվում, ձեզ համբերություն, սիրեք մեզ, որովհետեւ մենք ձեզ շատ ենք սիրում, ցանկացած աշակերտ, ցանկացած ուսանող, միևնույն է ձեզ վերջում շատ լավ է հիշելու։ Նաեւ ձեր բարեմաղթանքը գործընկերներին մասնագիտական օրվա արդիվ։ Մասնագիտական օրվա արդիվ ծով համբերություն, միայն այդ եմ ցանկանում իմ գործընկերներին։ Շատ շնորհակալություն։ Եվս մեկ անգամ մենք էլ բարբերաբար չնայած մեր առավոտուսի տաղավարից անդրադառնում ենք մեր կյանքում ամենակարևոր մարդկանց անձանց եւ մասնագիտությանը նաեւ ինչու՞ չէ, մանկավարժի ուսուցչի Եվ եւս մեկ անգամ արեթից օգտվելով ձեր գլխավորությամբ իհարկե շնորհավորում ու շնորհակալություն ենք հայտնում ձեզ շատ այս 50 տարիների աշխատանքի համար։ Ձեզ էլ նույնպես մաղթում ենք համբերություն, չարաճճիներից ձեռքին քաջ առողջություն իհարկե եւ շնորհակալություն, որ դուք մեր տաղավարում եք ու մեզ հետ կիսեցիք այս հրաշալի օրը ու առավոտը սկսեցիք մեզ հետ։ Ձեզ շնորհակալություն մեզ հրավիրելու համար, եւս մեկ հնարավորություն ստեղծելու ինձ համար իմ ուսուցչուհու կողքին նստելու։ Շատ կարոտել էի Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ մենք երաժշտական դադարից հետո կվերադառնանք ու կշարունակենք։